Պարոն Խաչատրյան, երեք կառավարությունը հրապարակել էր բանակցային փաստաթղթերը, այնտեղ ընդհանուր միջև հայկական ժամանակ օրաթերթին արված կար։ Նախ փաստաթղթերի փաթեթը ամբողջական չի։ Էական մի հատված դուրս է մնացել, որ կառավարությունը պատշաճ կերպով դիմի, կարող եմ խորհրդատվություն տրամադրել։ Օրինակ նորացված մադրիդյան սկզբունքների մասին խոսք չի եղել։ Օրինակ իրանական առաջարկի մասին, ՀՀ Մինսկի խորհրդաժողովի առաջարկների մասին չկար։ Փաստաթղթերի ցանկի մեջ հայտնվել էր մի թղթի կտոր, որը չես կարող կոչել փաստաթուղթ։ Այսինքն ինչ նշանակում սեփական թերթի հոդվածի վրա հղում կատարել եւ դա ներկայացնել որպես փաստաթուղթ։ Սա մի բան է նշանակում, որ իրենք կամ չունեն քիվեստի փաստաթուղթը, ինչը ողջամիտ չէ, որովհետև նույնիսկ ոչ դա հնարավոր չէ։ Նույնիսկ եթե օրիգինալը գնալուց առաջ նախկին նախարարներից ինչ-որ մեկը պատրել եւ գցել էր, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիս ամսից վարչապետ է եղել եւ ինքը կարող էր ամերիկյան կողմից, ֆրանսիական կողմից, ռուսական կողմից, ՀՀԿ Մինսկի խմբից, ՀՀԿ նախագահությունից ստանալ դրա պատճեն։ Այսինքն ինքը կամ ջանք չի գործադրել ստանալու համար, կամ ստացել է, բայց եթե ստացել է ինչու չի հրապարակում, որովհետև ակնհայտ է, որ դա այն չէ, ինչը իրանք շեփորահարում էին, կամ էլ իրոք չունեն, բայց եթե չունեն, այդ դեպքում ինչն են քննադատում։ Այս դառնում է սովետական միություն, լավ։ Դոկտոր Ժիվագոն չեն կարդացել, բայց Պաստեռնակին քննադատում ենք։ Պետքա կարդաս եւ ասես, ահա, սա է եւ սա է, դες համաձայնչեմ։ Մեղրին փոխանակելու վերաբերյալ Ադրբեջանը ինչ որ առաջարկություն ներկայացրել է, բայց 2001 թվականի փաստաթուղթը, որը դրվել է սեղանին, լրիվ ուրիշ թուղթ էր։ Եթե իրանք չեն հրապարակում, ես մի քանի այլ աղբյուրներին հղում տամ, օրինակ Ֆիլիպ Ռեմլեր, որը համարյա Կազիմիրովի ամերիկյան տարբերակներ, ասում 2099 թվին Ադրբեջանը առաջարկում էր փոխանակում, որը Հայաստանը կատաղիորեն մերժում էր, բառացի fiercely rejecting, իսկ 2001-ին արդեն Մինսկի խումբը հակվեց հայկական մոտեցմանը, այսինքն Ադրբեջանը հրաժարվում էր Արցախի եւ Լաչինի միջանցքի նկատմամբ պահանջներից, փոխարենը ստանում էր անխոչնդոտ անցում, ինքնիշխան անցում, որը ի դեպ ի տարբերություն այսօրվա տարբերակի չէր խոչընդոտում Հայաստան սահման բնական գործունեությանը։ Մյուսը ասել է ներողություն շարունակեմ, լավ, օրինակ Սաբինա Ֆրեյզերը, ինքը օրինակ նշել է, որ այդ պնդումը թե Հայաստանը համաձայնվել է տարածքային փոխանակման, ինքը լսել է բացառապես ադրբեջանական փորձագետներից, որոնք որևէ թուղթ չեն ներկայացրել։ Հրապարակված մեջ չկար այդ տողերը մեղրի փոխանակման մասին եւ դուք ասում եք փաստորեն եղել է, բայց հետո հանվել է այդ փաստը։ Նայեք, ուրիշ խնդիր է, որ Ադրբեջանն ասում է արի այս հարցը քննարկենք, դու ասում ես չեմ քննարկում, հաջողություն։ Ուրիշ խնդիր է, որ ներկայացվում է, ու չես համաձայնվում, դուրս է գալիս։ Բայց դա որպես պաշտոնական փաստաթուղթ, օրինակ Կազանի փաստաթուղթը, Մադրիդի փաստաթուղթը, կամ չգիտեմ Լավրովի պլանը, որ հիմա խոսվում է, կամ իմ նշված փաթեթային կարգավորման տարբերական ընդհանուր պետություն, Հուլային կարգավորում ինքը որպես պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել։ Իսկ մեղրի տարբերակը Հայաստանը չի համաձայնել քննարկել, դա է ասում։ Մեղրին Հայաստանի Հանրապետության տարածքում է, եղել է, կա եւ կլինի։ Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնվել ադրբեջանական առաջարկությանը։ Դրա համար այդ հարցը, այդ փաստաթուղթը չի ստացել ֆորմալ Չի մտել ինքը փաստաթղթային, ինքը բանակցային փաստաթուղթ չէ։ Տեսեք այն թուղթը, որ իրանք են ներկայացրել։ Թուրքիան որպես առաջարկություն ներկայացնող, խի։ Բա ինչ են ասում, որ Ռոբերտ Քոչարյանը Այդ իրանց հարցրեք։ Խոսում են, որպեսզի իրականությունը աղճատեն, որովհետև իրանք հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը իրանց քաղաքական օպոնենտն է։ Փորձում են ստերով վարկաբեկեն։ Կրկնում եմ, եթե իրանք այդ թուղթը ունեն, թող հրապարակեն։ բայց այդտեղ Օսկանյանին էլ է։ Ես բազմաթիվ շատ բաներ ունեմ։ Ես բազմաթիվ բաներ ունեմ, թող իրանք հրապարակեն։ Եվ դուք հրապարակեք,
Խաչատրյան, դուք եթե չեմ սխալվում, Գիտեք, վատ գաղափար չի, վատ գաղափար չի, ամփոփված են վատ գաղափար չի։ բոլոր փաստաթղթերը, գուցե առանձնացնեք, հրապարակեք։ Եվս մի անգամ եմ ասում, վատ գաղափար չի։ Խաչատրյան, հիմա տեսեք հրապարակվեց տևական ժամանակ ընդդիմադիր տարբեր գործիչներ այս պահանջը հնչեցնում են։ Հիմա հրապարակվեցին տարբեր տարիների բանակցային փաթեթներ։ Մի մասը։ Okay, ինչ հիմնականում այստեղ դուք ինչ խնդիր տեսաք, այսինքն ինչ բացահայտվեց։ Եվ բացահայտեցեմ, որ Նիկոլ Փաշինյանը աղճատել է ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ այն փաստաթուղթը, որը ինքն է ստացել, չէ, 19 թվականի հունիսին Միացյալ Նահանգներում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշվել է պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի կամ արտահայտության միջոցով, որակարգը որևէ բանով սահմանափակված չի լինելու։ Մասնակցեն հայերև ադրբեջանցիները նույն համամասնությամբ, ինչ որ եղել է մինչև կոնֆլիկտը։ Այսինքն ինքը որ ասում էր, Արցախը կորցրել է տեսական եւ գործնական բոլոր հնարավորությունները Հայաստանի կազմում լինելու կամ անկախ լինելու, որ միջազգային հանրությունը երբեք չէր դիտարկում Արցախը Ադրբեջանից անկախ, չէր ինքնորոշումը դիտարկում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, կեղծ է նման բան չկա, բառացիվեցեք եւ կարդացեք։ Ես բառացի մեջ բերեցի։ Բառացի մեջ բերեցի, այսինքն թե դու ասում ես, պետք է լինի պարտադիր իրավական ուժ ունեցող քվեարկություն։ Այսինքն քվեարկության արդյունքները բոլորը ընդունում են։ 19-ից եք դուք դա ասում։ 19-ից 16-ից 6-ից 2006 թվականից հունիսի 22-ին է դա հանրայնացվել։ 2006 թվականի հունիսի 22-ին կարող եմ հրապարակել։ Այսինքն եթե Եվ դա մեկ, երկրորդը ասում է, օրակարգը ոչինչով չի սահմանափակում, Ղարաբաղի ժողովուրդը ինքն է որոշում։ Նշանակում է կարող ես որոշել լինել անկախ, միանալ Հայաստանի հետ, չգիտեմ, Կոմորյան կղզիների հետ կազմել ընդհանուր պետություն։ Դա ինչ է նշանակում։ Իրանք ասում